Շատ տարիներ առաջ հին Հայաստանում մարդիկ ամանորը նշում էին ոչ թե ձմռանը, այլ գարնան սկզբին, մարտի 21-ին, երբ բնությունը արթնանում էր ձմեռային քնից։ Այդ տոնը կոչվում էր ամանոր կամ նավասարդ, եւ այն խորհրդանշում էր նորոգում, հույս ու ուրախություն։ Մի գյուղում ապրում էր մի ընտանիք՝ հայրիկը, մայրիկը եւ նրանց 3 երեխաները։ Ամանորի նախօրեին նրանք մեծ նախապատրաստություններ էին անում։ Առաջին հերթին մաքրում էին տունը, ախոռը, նույնիսկ անասունների եղջյուրներին կարմիր ժապավեններ էին կապում, որ գալիք տարին ուրախ ու բարեհաճ լինի։ Հետո վառում էին խարույկ, տան բակում, բոլորը շրջապատում էին կրակը, պարում ու երգում, իսկ վատ հիշողությունները, տխրությունները տալիս էին կրակին, որ այն այրի դրանք եւ նոր տարին բերի միայն լույս ու ջերմություն։ Ընտանիքի մայրիկը թխում էր հատուկ գաթա, դարին գաթա, նրա մեջ թաքցնում էր մի մետաղադրամ կամ ընկույզ։ Սեղանին դնում էին առատ ուտելիքներ, չոր մրգեր, ընկույզներ, խոզի բուտ կամ ձուկ, տոլմա, հարիսա։ Երբ կտրում էին գաթան, ով որ կտորում գտնում էր մետաղադրամը, նրան էլ սպասվում էր ամենաբախտավոր տարին՝ առողջություն, հաջողություն ու առատություն։ Երեխաները գործում էին գուլպաներ եւ կախում էին երթիկից, ծխնելույզից, ինչպես հիմա օտար երկրներում անում են։ Գիշերը գալիս է կախարդ պապիկը։ Հին ժամանակներում նրան կախարդ պապիկ էին կոչում, մեծ պարկով, եւ գուլպաների մեջ դնում էր նվերներ, քաղցրավենիք, խաղալիքներ, մրգեր։ Առավոտյան աղջիկները վազում էին գետը կամ աղբյուրը, նետում էին հացի կտոր կամ հացահատիկ, ջուրը օրհնելու համար, որ ամբողջ տարին առատ ջուր լինի։ Հետո սկսվում էին հյուրասիրությունները, մարդիկ այցելում էին միմյանց, սկսած ավագներից, եւ տանում էին քաղցրեր, մրգեր։ Այդ ընտանիքի փոքրիկ տղան՝ Արամը, այդ տարի գտավ մետաղադրամը գաթայի մեջ, եւ իսկապես տարին նրանց համար դարձավ հրաշալի, բերքը առատ էր, ընտանիքը առողջ, ու բակում խարույկի շուրջը նրանց ծիծաղը լսելի էր հեռվում։ Այսօր էլ շատ հայ ընտանիքներ պահպանում են այդ ավանդույթները՝ առատ սեղան, գաթա մետաղադրամով, ձմեռ պապ եւ հյուրեր, որովհետեւ ամանորը նոր սկիզբ է, հույսի ու սիրո տոն։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Թող 2026-ը բերի միայն ուրախություններ։